Ողջույն, Գործարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք նախկին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Այսօրվա մեր հյուրն է Գևորգ Խաչարյան, ողջույն Գևորգ ջան։ Ողջույն։ Դուք եկել եք Լիբանանից։ Երբ եք եկել եւ ինչի համար ուզել եք հայրենադարձել։ Ես հայրենիք վերադարձա 2019 թվականին, մինչև 2019 թվական արդեն ես գրեթե ամեն տարի գուկայի էներգիա լեցնելու համար, լիցքավորման համար գուկայի այդ գվերադառնայի 2018-ին ես եւ Դիգինս որոշեցինք, որ բալիկնից եկելենք եւ վերադառնանք հայրենիք եւ այստեղ որ նոր սկսենք ինչ որ այդ դարիներու ընթացքին Լիբանանի մեջ արենք, այստեղ շարունակենք այդ տրագան իմաստով, այդ տրագան էներգիան հետերնից բերենք։ Այո, իսկ Լիբանանի վատ վիճակն էր բաժար, թե միայն Հայաստանի անկախ լինելը եւ Հայաստանի մեջ ապրելու նպատակը։ Չէ, Լիբանանի վատ եթե վիճակին պիտի մտածեինք արդեն վերջին 20 տարին Լիբանանի վիճակը Բաները Հայաստանի անկախությունը եւ անշուշտ որոշեցինք, որ ինչ որ մենք այդ դարիներու ընթացքին մեր փորձառությունը ունեցանք Լիբանանի մեջ, Լիբանան ծննդավայրնից է, Լիբանան մեծ դպրոց է, դեռ ինչ որ սովորեցինք, որոշեցինք, որ այստեղ փոխանցել մեր եղբայրներուն, մեր հարազատներուն, մեր փորձառությունը, մեր գիտելիքները, ինչ որ գրնանք։ Շատ կարևոր է։ Ես գիտեմ դուք հadouk կորձ եք անում, հիմա քիչ վերջ կխոսանք դրա մասին։ Դուք եկաք ստեղ, բայց նախապատրաստած էիք ուր ապրել, ինչ աշխատել, այդ բոլորը քայլերը որ պետք է նախորոք մարդ մտածի, որովհետև միան քալով չէ ստեղ։ Ես մտածեցի, որ իմ արվեստանոցս դեղափոխեմ լրիվ Հայաստան, այդ ծրագիրը, բայց դժբախտաբար եկա առաջի տարի, մեկ տարի վերջը արդեն COVID-ը սկսավ, տարածք ունեի, սկսա առաջին մի քանի ամիսը աշխատեցա, վերջը դեն COVID-ին վերջը 44 օրյա պատերազմներ, արդեն այդ 2-3 տարին շատ ջնշված վիճակ, որ գործը դալ զգայուն աշխատանք է, այսինքն արվեստի հետ, ջաշակի հետ, նվերը ավելի շատ, այդտեղ մի քիչ բան ներվեցանք եւ միևնույն ժամանակ չէի գռնար արդեն ստեղծագործական այդ վիճակը յետ ստեղծել, ադոր համար քիչ ժամանակ արավ։ Հիմա արդեն երևի 4-5 ամիս են հաղորանագնալ։ Ես լինելով նախին Լիբանահայ, իսկ գիտեմ որ Գևորգ Խաչարյանը շատ հայտնի արվեստի մարդ է, ինքը զարթեղեն շատ յուրահատուկ ցևով, այսինքն ով տեսնի Գևորգի կորձը, գիտի որ այս արդեն Գևորգի կորձն է, այդքան յուրահատուկ է նորմալից դուրս բաներ է գանում եւ նաեւ ամենամեծ արվեստագետները Լիբանանի բոլոր ցանոթ են ծեր կորձերին, գուզեմ ավելի բացատրեք այդ բոլոր աշխարհը ոնց թողեցիք ու եկաք Հայաստան։ Ես վերջին 5 տարին նախքանքալս Լիբանանի արեստավար արվեստագետներու միության նահանգահ եղած եմ, ամբողջ Լիբանանի, ոչ հայության։ Մատեղ մենք տարիներ առաջ որ գործերնից սկսանք, աշխարհարժակ Իլիսաբը, որ Գազուհեր Մուրադը, որ Հայաստան բավական հայտնի է, Ժորժ Շարան, Ժորժ Հբեյան, Հակոստի աշխարհի ֆաշոնի բոլորը իրար հետ կգործակցեին, քանի որ այդ տարիներուն, պատերազմի տարիներուն մենք փորձեցինք Լիբանանի մեջ ստեղծենք, Լիբանանեն ելենք դուրս այդ ներվիճակին, վերջը գնանք Ֆրանսա, Լոնդոն, Ամերիկա, ամենտեղ ես փախտու ունեցա 5 ցամաքամասի մեջ ցուցահանդես հրազեմ, այսինքն ադոր համար միշտ շնորհակալ եմ Աստծոս, որ այդ արիտը ստեղծեցինք, անշուշտ աշխատանքն ալ հետը 5 ցամաքամասեն մեջ երբեմն ինձ կսենք որ այդ ամեն ինչը ոնց թողեցիր վերադարձար հոս։ Կսեմ որ ես Լիբանանի մեջ ինչ որ պետք է ըրել եմ, Լիբանանի համար շատ գործեր ենք, օրինակ ամենամեծ թատրոնները ռահբանիների դարիներով աշխարհահռչակ եւ արաբական աշխարհի թիվ 1 թատրոնն է, միշտ իրենց զարթեղենները ես իմ դիզայնս է եւ ես գործադրած եմ
նորից արաբական աշխարհի Ֆեյրուզը երկչույն իր թակը ես պատրաստած եմ եւ դասնյակ չեմ ասել հայրավոր դասնյակ իշխանուիներ իրենց հարսանեկան երգիրներու տարբեր երգիրներու հարսանիքներու զարթեղենները թակերը բոլոր իմ դիզայնս եւ իմ գործածությունս ամենը ցկեցինք եկանք հոս որ այստեղ շատ բան ունենք տալու ներկայացնում բայց կորձը դանցա որ ծեր կորձը գնաք ստեղծագործել ուրիշ դեղ վաճառել է դա այսօր աշխարհը փոքրացած է համանցանցի շնորհիվ դու գիմա հոս եկակ եւ սկսակ որոշ բաներ իհարկե կոവിഡ്ը խանգարեց բայց այսօր ուր կարելի է Գևորգ Խաչատրյանի կորձերը տեսնել նախ համացանցով հետո արդեն ֆիզիկապես թիմա համացանցի մեջ օրինակ համար Instagram-ի մեջ վերջին շրջանին ես սկսա ակտիվացնել իմ նկարները ինչ Instagram-ը Գևորգ Խաչատրյան եւ Mr. Arvesti երկու կայքա Mr. Arvesti նոր է դեր ասի երկու շաբթվա անցածին ավելի ակտիվ գլա բայց Գևորգ Խաչատրյանը արդեն կորձե Գևորգ Խաչատրյան K-երով Գևորգ Խաչատրյան Instagram-ով ունեք ձեր աշխատանքները լավագույնները ունեք նաև բադվերների ընդունելու հնարավորություն չէ՞ նոր բիդսկսինգ at բադվերները ընդունելու բայց at ընթացքին մեջ ունեմ այսինքն կալիք 15 օրվա կամ 1 ամսվա ընթացքին արդեն ադի պատրաստ կլա որ կարենամ իսկ եկող դարի արդեն իմ դեղս կունենամ ցուցասրահս շատ ուրախadouk բան պատրաստեմ որ անագանգալ որ ուրիշ ցևլա ուրիշ ցենգել գասկազում որովհետև գիտեմ որ դուք շատ ներշնչված եք ու շատ ոգևորված եք Հայաստան ապրելու ու արվեստագետի համար դա 50% է կորձին եթե ոգևորված է ավելի լավ կստեղծագործե ու գիտեմ որ Լիբանանում նաև շատ իրենց այսինքն դնդեսական ամեն վատ վիճակներով դուք այդքան ներշնչված չէիք դրա համար հոսքալենից չեցես օգնեց կարծեմ անշուշտ վերջի փնությունը Հայաստանի փնությունը լեռնաշխարը քիշերային երգինքը ամեն իրարու հետ եթե ժողովուրդը Երևան ամեն մեկ քայլափոխին մեկա հուշարձան գտեսնաս գսկաս արվեստակետը ինչ որ բան մնավիրած է գուզես տունալ իր գողքին գանգնած լիներ եւ շարնագել at կորձ ինչ որ մեկը Թամանյանը սկսել է տարիներ առաջ եւ այսօր մենք կշարունակենք կոր իր ստեղծած Երևանին մեջ եւ ես սիրահարված եմ մեկ խոսքով նաեւ ասված ստեղծած է նաեւ մասիսը դրած է Երևանի թիմացը դու չես կրնար արդուբի դարտնաս պիտի նայես որ գոմերտասն ինքը քեզի յետևետ գարզես կուբաշպանը դասանք թևերը տրած եւ Դու գիտեմ որ կամերա ունի ու միշտ նկարում եք, չէ՞։ Այո, միշտ արդեն ամեն օր իմ Facebook-յան էջիս վրա ամեն օր ես չեմ գարնար, եթե նկարը չդե որտեղ որ երթամ պետք է նկարեմ եւ Գեղեցիկ բնության սիրահարեք միշտ ծաղիկ կա ծեր նկարների մեջ։ Առաջին կորձս որ եկա հողադարածք մունիմ հողադարածքից վրա 150 զար ցանած եմ աշխարհում մեկ Բերված զարեր, աշխարհում մեկ եկած զարեր, որ վերջը անդեղը լա արվեստանոցս։ Ընդեղ պիտի լինի, Ընդեղ պիտի լինի այդ բարդեզներից մեջը։ Ինձ կսեին, որ նախ գառուցե արվեստանոցը վերջը զարերը։ Սի որ չէ, նախ զարերը պետք է ցանենք, որ դրանից վեճ ավելի հանգիստ կարա, որ մարդ պիտի կայմ կորձերս տեսնա կոնե ներշնչումը ուրդեղեն է, հողին ներշնչումը, ծաղիկին, քույներուն։ Գևորգ ջան, երազ հայրենադարձությունը երազ է Ձեր երազն է միայն թե նախահայրերի երազը նաև դուք իրականացնեք որպես իրենց թորները Նախահայրերուս երազը եղած է իրենք չգրցան իրականացնել ուրեմն դե գենետիկ կուկա ինչ որ կսիրես իմ բաբիգս խաչ կպատրաստե եղեր բղինցով բայց ես իրեն չեմ ջանչնար Ես ալ նույն ցևով բղինցով բրոնզով մետաղներով սկսա աշխատել եւ ժառանգական Եվ Լիբանանում թողած հայտնի մարդիկ, բադվերներ ունեիք ամենահռչակավոր մարդիկ եւ այլն Ինչն է դարբերությունը հոսաբրելու եւ հոնաբրելու Այսինքն ընդեղ էլ ձեր կյանքը ունեիք ստեղ էլ ինչն է որ ցեզ ոգևորում է Հայաստանում Հայաստանը Կեպ մի հատ քաշողական
շփամ կա Բայց հայ լինելու պատճառով անշուշտ հայը ու գենետիկա դիգա այդ հողը նույնը չեք կարա Փարիզում անել ոչ Փարիզ գրնասն է ոչ Ավստրալիայում ոչ Աֆրիկայում ոչ Չինաստանում չես կրնար անել նույնը գերնալ ընես նույնը բայց դու քեզի խապելով ես ամենտեղ ցուցանտեսներ ըրած եմ բայց այդ սկացումը որ այստեղ գսկաս դա դարբեր սկացում է դարբեր ժբի դե մարդկանց կորձերդ որ գգրեն դարբեր մոդեցում գա բարերը լեզվամտածողությունը շատ կարևոր է մարդկանց լեզ հայերենով որ քեզի քեղեցիկ բարերով ու կորձդ կկնահատեն նույնը ինչ որ անգլերենով կկնահատեն նույնը չես սկար նույն սկացումը չես ունենա վերջը ավելի հողը չեմ գիտեր բացադրել ինչպես այդ քաշողական ուժը Լիբանանի մեջ ոչ մեկ բանս բագաշ չէ չնայած հոն ծնված է հոն ծնած եմ հոն մեծած եմ հոն սովորած եմ այսինքն եւ ամեն ինչ ուզեմ Լիբանանի ամեն տուրները ես միշտ շնորհակալություն կհայտնեմ այսինքն ես դեռ շատ բան սորված եմ եկա հիմա այստեղ այդ սորվածս կոնե եթե գարենամ փոխանցել սորվեցնել եւ ցույց տալ ինչ ըրինք ինչպես սկսանք այդտեղ զերոյեն զերոյական վիճակեն եւ հասանք մինչեւ այդ օրինակ միության նահակայի այդ դարիներու բացմությունը էսի դարիներու դխրությունը մեջը ուրախությունը բادرազմի դարիներ լիփան բայց օրին մեկը ճիզիչեցինք այստեղ երբեմն գսեն որ շատ դժվարություններ կան երբեմն երդասարտներ կհանդիպին գսեն որ դժվարությունը ցեզի պետք է բարդատրե հոս հաճողիկ երբ հայերին գիտ մեջ կհաճողիստուն աստեղեն վերջ ուր գուզես կնա դուն հաճողակ մարդ է բայց միշտ իրենց խրատ կուդան որ ծեր գեդը մեկնագեդը թողելա ծեր հայերենիկը կու ծննդավա այստեղ ծնած էստուն մեր գսեմ լիբանանցինուն օրինակը գբերեմ միշտ իլիս սահաբը զուհեր մրադը իրենց ամենամեծ բեյսը նախ Բեյրութի մեջ արին այդ բادرազմի դարինը Բեյրութից էլան Միլանո կացին Նյու Յորք կացին Տոկիո կացին Փարիզ կացին ամեն աշխարհում մեկ ասի message-ը որ այստեղ նոր արվեստագետները կամ fashion designer-ները թող փորձեն հայրենիքի մեջ նախ հաճողին այստեղ թող զորանան այստեղ են վերջ ավելի շատ թյուրին է դուրս երտալ եւ ներգայանալ ու շատ լավ է ցեր նման մարդկանցից խորհուրդ վերցնել որովհետեւ դուք փորձառություն ունեք պատտվել եք աշխարհով մեկ եւ ես մի քանի շաբաթ առաջ հյուր ունեինք այստեղ ավստրիահայ երդասարտ աղջիկա որ մի քանի տարի է այստեղ Գաբրի եւ ինքը դեսնելով հոստեղի հմդությունը ոսկի աշխատողներուն ոսկերչության ինքը որոշել այստեղ բադվերներ ընդունի ու աշխարհով մեկ վաճառի այսինքն ինքը կովում էր այստեղի շատ ու շատ ոսկերիչներին ասում է իրենց որակը շատ լավ է դուք ինչպես է ձեր բնակավարի մարդկանց հետ շփվել եք ինչպես է եղել ձեր քնահատականը ձեր զարթեղենի աշխարհում Հայաստանի մեջ Զարտեղենի աշխարհը Հայաստան նոր է, քանի որ Հայաստանի մեջ ինչ որ ես կաշխատիմ, նորություն է, լրիվ նորություն։ Բղինցը բրոնզը ոսկե ճրված, բղինցը ազատաճրված, ինչու բղինցը գօգտագործեմ։ Բղինցը քանի որ ավելի փափուկ մետաղ է, ավելի գրնամ ես իմ երևակայությունս ոսկերչության մեջ սահման ունիս։ Բղինցի մեջ սահման չունիս, մեկը ինձի սահման չի գրնար անել։ Ես դասնյակ հարսանյաց բաներ պատրաստած եմ ու ոսկիով չես կրնար պատրաստել եթե ուզես նույնիսկ չես կրնալ նույնը արզատի բարակային ես մի հատ բան ունեմ օրինակ ինձ մի հատ թեմա դված էին Լիբանանի թանկարանը եթե փյունիկեցիները այսօր պիտի ապրին ինչ կգրեին զարտեղեն ուրեմն այդ բարդականությունը ինձի դրված է հիմա եկող դարի պետք է ադոր ցուցահանդեսը ես եմ պատրաստում որ ոնց պիտի Թունուզի մեջ Կարտաժի մեջ պիտի լա ցուցահանդեսը ես պիտի իմ երևակայությունս ու փյունիկեցիկ ինչ գգրեին նույնը հայերի մասին հայերը մենք ունեցած ենք մեր կոդիները մեր վիզնոցները բայց նույն հայը այսօր արդյոք 200 տարի առաջ ինչ որ գգրեին at նույն կոդիները կամ նույն վիզնոցները այսօր մեր օրվա հետ կհամապատասխանի թե ոչ պետք է վերցնենք մեր մշակութային արժեքները այսօրվա նորույթին հետ իրարու միացնենք որ հակուսները փոխված են երբեմն գնեղանան ասպես խոսիմ գսեն որ չէ մեր հայկական բան իրավունք չունիք ինչ որ փոխելու ես կսեմ որ
ժամանակի ընթացքին մարդ ոչ թե հեղափոխություն եղափոխություն գամած պետք է փոխվի իր ջաշագն ալ գզարկանա իր ջաշագն ալ գփոխվի այդ ժամանակ ասքայն քույն չունեին հակվելիքի մեջ հիմա արդեն քույները ավելի շատացած են գրնաս մի քանի մեդաղ իրարու հետ խառնելով կամ մի քանի տեսակ նյութեր իրարու հետ խառնելով գրնաս շատ ավելի գեղեցիկ բաներ ստեղծել։ Որ ժամանակի ընթացքին մարդիկ եկած են ու ինչ որ մի բան սկսած են ու մենք ադոր հետևած ենք 100 տարի։ Անշուշտ։ Այսինքն այդ պիտիկա այն ժամանակ ենթադրենք մեկներ դուք հիմա այսօր քևորքն է հայչոտ 100 տարին ուրիշ մարդ է այն մարդ պիտիկա պիտ փոխե ադսողը որ պետք չէ փոխենք բայց այդ սողը պետք է նաև հակվի այդ նախքնի հակուսները գրնա հակվի չի գրնար իմ ասածը սա է ադոր համար պետք է զարտեղենը նույնիսկ պետք է փոփոխության ենթարկվի ներշնչվելով անշուշտ ներգայիս հակվելու օրինակ համար ես ցուցահանդեսներու ժամանակ շատ բաներ փորձառություններու հանդիպած եմ օրինակ ֆրանսիական մշակութային կենտրոնի մեջ մեծ ցուցահանդես կար Լիբանան 85 թվականին օրինակ at ինձի թեմամը ներկայացին ասին որ աղջիկը արդուդունենտուս պիտի ելե կորձի պիտի երթա մետրո պիտի նստի գեսորին ջաշի պիտի երթա իսկ իրգունը քիշերային ընտրիկի զարտեղեն մը պիտի պատրաստես որ աս 3 արիտներով արդուվնե մինչև իրգուն գարենա ինքը գրել օրինակ համար եւ ադիգա ես պատրաստեցի այդ ժամանակ այդ ցուցահանդեսի ժամանակ Եվ դժվար բան է շատ դժվար բան է բայց այսինքն որ վերնակիրներ գունենաս կյանքիդ մեջ հաջողության համար պիտի իրականա կորձես երբեմն երևակայությունը իրականության հետ չի համընկնիր բայց գփորձես երկուքի իրարու հետ որ միացնես on շատ ավելի գեղեցիկ բաներ կստանաս ես գսիրեմ որ եւ որ գա սփյուռքահայ որ դառնա հոս հայրենադարձ միշտ իրեն այդ մի բան բերե որ ստեղ չի գար ու ինքը ավելացնի այդ մի բանը դուք ես աշխատանքով ես արձատով բղինցով կգարձեմ որ նորություն բերածեք ու կգարձեմ որ շատեր բիտ սովորեն ցեզանից հատկապես որ մենք երգիրենք որ բոլոր եվրոպացիները վերնիսաժիշներն են վերջը ասեմ որ այսին ցերային հմդություն ունիք ամեն առումներով փայդի քարի զարտեղենի ամեն ինչի մեջ ու այս նորությունը որ բերեկուցեր ցուցասրահը լա գարձեմ որ ցուգալ մեկ քայլ արչև գդանիկ այս բնակավարը այո մանավանդ մեր հայ ժողովուրդը ինքը ցերային աշխատանքի մեջ շատ ուժեղ է դե վերնիսաժ չէին ունենա չէին ոչ վերնիսաժ ունենայինք ոչ ասկան զարտեղեն ունենայինք այսինքն ամեն տեսակ զարտեղեն ունենք բայդակորձություն քարակորձություն մեդաղակորձություն ամեն դեր կորք ամենակարևոր կորքը հերիկը կորքի եւ խաչկարը մի հատ նա ինչ աշխատանք կա վրան այսօրվա օրով մարդիկ կան ու գապշին հայերու ցերային աշխատանքի վրա անվերջ է մեր ունեցած հմդությունները հայ ժողովրդի մեջ անվերջ է ես միշտ կգարձեմ պետք է զարկանա ասելով ոչ թե ինքը զարկացած չէ զարկացած է բայց դիզայներու բանով պետք է արագ ավելի փոխվի այսօրվա աշխարհին մոդենալու համար այսօրվա աշխարհը շատ արագ է շատ արագ է քույներու պերումով օրինակ ես Զվարովսկիի հետ կաշխատեմ այսօր 30 տարի է Զվարովսկիի ընկերության հետ ինձ ամեն տարի իրենց քիրքերը գղրգեն իրենց ես մինչև Ինսբուրգ հրավիրված եմ իրենց կովը մի քանի անգամ իմ կորձերը ցուցադրելու իրենց կողմը մասնակիցները գացեն իմ կողմս զարմանալով որ աս քույներու համատրությունը իմ կորձից մեջ ուրդեղեն է գացը ես կսեի որ նախ գեներով հայ եմ Երկրորդ միջեգրագանի ապին ծնած եմ Լիբանանի մեջ հայուրավոր ժողովուրդներ տեսակ վերջերս շատ բդդած եմ 5 ցամաքամաս կացած եմ եթե աս ամենակարևորը ասի իրենց գեները դեն գեները որ միշտ գաբրին եւ գզարքանան ենթակիդակցության մեջ ասեգսեի ինձ Դանիել Զվարովսկին իրենց secret book-ը դված էր բանի Զվարովսկիի որ արդեն սա թուն երես ինչ որ մենք 5 տարի վերջը պիտի անենք հատ քույներու համատրությունը հետաքրքրական ասանք բաներ շատ հարի մեջ կա այդ
ցերային աշխատանք, այսինքն ամեն աշխարհը գիտի որ քորկը որտեղն է, զարտեղեններ շատ ունենք մենք համաշխարհային, չգիտեմ, խաչքարը եւ անվերջ է մեր մանրագրգիտ աշխատանքի այդ ցիրկը։ Չնայած մենք շատ ինձ ինքնից թերակնահատում ենք այս օրերիս, չենք մեկ հատ նայում որ մենք ինչ ենք, բոլորը իրենց շատ ավելի թույլ են զգում, միգուցե քաղաքական վիճակից է, միգուցե այս վերջին 4-5 տարվա պատճառով է, բայց ամենայն թեպս եղել են սենց թույլ օրեր, բայց հետո այդ վերագանքնել ենք ու հետո հիշել ենք, որ ինչ տեսակի ու ինչ բարձր որակի աշխատանքներ ենք կարողանում անել։ Իսկ Գևորգ ջան, դուք վարագեցիք ես 6 տարվա մեջ ուրիշ մարդկանց ծեր ընտանիքից, որ իրենք էլ հայրենադարձ են։ Անշուշտ։ Ով գա ծեր կամ ծանոթ կամ ընկերներ շատ ունիմ, որ եկան եւ ես ամենաուրախ բաժինը եղածին, օրինակ ընկերներ ունեի, որ Փարիզ գաբրեին, ընդհանրապես Հայաստան չէին եկած 35 տարի է։ Իրենք արդեն 3-4 անգամն են դանյոկ կուքան գոր եկան, ես արաբ ընկերներ ունիմ շատ, որ Լիբանանեն, Աբու Դաբիեն, աստեղեն, անդեղեն ես հոսեմ, ինձ ամենահետաքրքրական բանը պատահեցավ, անցյալ շաբաթ դեռ Աբու Դաբիեն հյուր ունեի, ինձ իսա որ եկած եմ որ կա Facebook-ի մեջ Հայաստանի դեսարանները որ գնագարես, մեկ ինձի պիտի դանից ցույց պիտի։ Էսի չի պավեր 4-5 օրը չի պավերսի, հայորավոր դեսարժան վայրեր ունենք մենքսի, դեռ Հայաստանը դեղեր գա մեր երկրին մեջ որ ինքը աստեղ ծնողը չի գիտեր, չեկացած։ Մենք դեղեր ունենք, որ Զվիցերիային գեղեցիկ է, դեղեր ունենք Ավստրիային գեղեցիկ է, դեղեր ունենք, բայց ցուցմունք չի գա, որ այդ դեղերը երթ։ Օրինակ Լիբանան մենք մեր միության մեջ մեր կորձեն դուրս արվեստագետներ միության կորձեն դուրս մենք Լիբանանի տուրիստի նախարարության հետ կաշխատեինք տուրիստները որ գտեսնայինք մենք իրենց կհարցնեինք ինչպես տեսակ Լիբանանը ինչ է ծեր գարձիկը Լիբանանի մասին ասինչ դեղեկացիկ Լիբանանի մեջ բդդեցակ ադինչ դեղեկացիկ որ մի քանի դեղ տուրիստական ընկերությունները մի քանի կլասիկ դեղեր գար Լիբանան հոնգը բդծնեին հատ կլասիկեն դուրս նույնը գուզեմ հոսելլա նույնը գուզեմ աս 5-6 դեղեն դուրս ելենք շատ տեսարժան բայրեր ունենք որ տրախտ շատ կարևորություն չենք տված այդ ճանապարհին որ պետք է հասնես մինչև այնտեղ այսօր թարմնենք որ նայեցեք էմիրություններ գերտաս ոչինչ չունենալով դարձուցել են տուրիստիկ երկիր իսկ մենք որ հարյուրավոր հազարավոր դարիքով բաներ ունենք հուշարձաններ ունենք լքված ճանապարհը չի հասնիր մինչև այնտեղ կամ հadoop պետք է խիստ ավտո լինի որ հասնի մինչև այնտեղ այդ պետք է զարգացնենք ու տուրիստը ինքստինքյան հայրերներով հազարներով գաջի տուրիստի քանակը ես օրինակ առաջին ցուցահանդեսս կյանքից մեջ Լիբանանեն առաջ իմարատներում մեջ ռազեմ այն քաղաքը ուր որ Շեյխ Զայեդի ծննդավայրը եղած է ես այդ ժամանակ որ ցուցահանդեսը երևի 1000 հատ արմավի ձար չի գար ամեն մի քանի տարին անգամ ես գուզեմ երթալ քանի այդտեղ ընկերներ ունիմ այնի շրջանը այնքան Կսեմ որ դուք աս անաբադը ինչպես տրախտի վերածեցիք անաբադին մեջ այսօր մի քանի միլիոն ծառ ցանած են այդ անաբադին մեջը գզարմանամ գհիանամ գսեմ որ ամեն ժողովուրդ պետք է սորվի ցեզմե ամեն դեղեն այսօր երգիրնի սփաց է այլևս մեր հայրենիքը ճանապարհները թյուրին են գրնան երդասարտներ երթալ աշխարհում մեկ եթե ամեն մեկադը կացած դեղեն ավազի հադիկ մփերը թրագան իմաստով բերետնե իր հայրենիքի մեջ ես կգարձեմ որ մենք շատ երկար ժամանակ չենք ուզեր նման հայրենիքնից փոխելու համար աճելու համար Գևորգ ջան մենք ցուգալ եսալ ծնված ենք երկիրների մեջ որ շատ վատ քաղաքական վիճակի մեջ են բادرազմներ տեսած են հայրուրավոր մարդիկ մահացած են նաև հայեր եւ այլն այսօր 2025 թվականին եւ որ նայես միջին արևելքի վիճակին Եգիպտոսեն հայերը քաղտեցին Սուրիայեն, Իրաքեն, Լիբանանեն, ընդհանրապես արևմուտք, բայց մինչև Հայաստանը անկախանալը։ Իսկ որ Հայաստանը անկախացավ մեր համար, մեր ընտանիքի համար, միակ ուղղությունը պետք է լիներ հայրենիքը։ Բայց հիմա այսօր նույնիսկ
այդ վատ վիճակով շատ մարդ կա որ քայլ չառներ այս ուղությամբ դուք ինչ է ձեր խորհուրդը որպես հոնձնված մեծացած աշխատած գիտեք կյանքի ձևը հիմա արդեն երեխա ունի հաջորդ սերունդներով մտածելով որովհետև գիտենք հիմա ինչ վիճակ է բոլոր այդ երկրներում որտեղ որ երիտասարդները կմեծանան ոչ մշակույթ ոչ նորմալ ուսում ոչ ապահովություն ինչ է ձեր խորհուրդը այդ մարդկանց հրավիրելու համար մայր հայրենիք Ես կսեմ որ իրենց մեջը պետք է նախ մարդոց սիրել չես կրնար սորվեցնել սիրելը մարդուն հետ կձնի ինքը պետք է սիրե երգիրը սիրե այսինքն որ տուն հողդ կսիրես երգիրը ես միշտ մամեն մարդու ինչ խրատ կուտամ կսեմ եկեք եթե պիտի չի մնաք բզդիկ հողադարածք մարեք ամեն մեկերնի 10,000 թողցան է հաջորդ սերունդը որ կա վրայեն բդուղ մպրծնե եւ ուդե եթե ամեն մեկերնի կսեմ 10,000 ավելի չէ 10,000 եկեք ցանեցեք հողադարածքնիդ վրան եւ կգարձեմ որ մեր հայրենիքը այսինքն ուր որ գաբրիկ վերջավորության պիտի դեղափոխվիկ վերջերս շատ դխուլ լուրեր գլսենք տարբեր մեր քաղուտներն իրենց ինչ վիճակի մեջ հասած են հատորամար իրենք պետք է ավելի խոհեմ մտածեն ոչ սկացական մտածեն այսինքն մենք մեր հայրենասիրությունը մեր հողը իրենք պետք է սիրեն զորով բան չկա դժվարով չէ զարմանալի է որ նույն դաստիարակությունը ստացած նույն դբրոց նույն փողոցը ապրած նույն մշակույթով նույն ագումբը հաջախած նույն եկեղեցին հաջախած հայեր մեկը ծեր նման կմտածի միշտ ընդհանրապես ուղղությունը եթե գնա Ամերիկա կանադայա զարմանալի չէ գեներու տեստողն են ինչքան խառնված են դու գրերեք հրերեմ ինչ ելավ 75%-ս հայ ելավ Ադիգա տեստերի որ ուր է դիգա տեստը Օստրիա Վիեննայի ու 75% հայ դվավ 15 իդալացի եւ մյուսնալ հույն այսինքն միջեգրական զովի ապին այսինքն զարմացած է եսալ որ ինչպես ամենը եղավ ադոր համար ավելի հբարտ կխոսիմ որ ես իմ հողս կսիրեմ եւ կբաշտեմ եւ ծեր երեխան հոստեղը ցեզանից ավելի լավ պիտի ապրի չէ շատ երեխաս շատ ուրախ է ինքը հատ փերևորթու գունեիք հոն հիմա ինքը ճունի հանկիստ է չես նայր ով ագող կը ով չի հայրեն խոսա հայրեն մի խոսա թադրոն կնա թադրոն մի գնա աչկերու փայլը իրեն ինձի համար արդեն հրաշք երեխա գմեցնա ուրիշ բալիկների նման իր ընկերներով որ ամենը գուկան խոսին հայերեն իրարու հետ կխաղան ուրախանան անշուշտ գոզվիս եւ նույնն էս Եվորջան ասված օրտնեցեր ընտանիքը դա որ այդ կամերան միշտ ծեր կմնա մինչև խոր ձերություն ու նկարեք Հայաստանի լավագույն վայրերը ու սփրեք աշխարհով մեկ որ մարդիկ տեսնելով այցելեն Հայաստանը Շնորհակալ եմ Շնորհակալ ենք հաջողություն Ինձ արիտ տվիկ այսօր ծեր եթերեն որ երկու խոսքալ ես ուղեմ իմ ժողովրդից կամ սպյուրքին իմ ընկերներուս իմ հարազատներուս իմ զանոթներուս որ թեր ուշ չէ լավ մտածեցեք ասի մերն է հատկամ ասի մերն հաջողություն շնորհակալություն